աշխարհում գրանցվել է Սորոսի ջանքերով իրականացված գունավոր հեղափոխության 30 փորձ, ինչպես օրինակ Սերբիայի 2000-2001 թվականների բուլդոզերային հեղափոխությունը, Վրաստանի 2003-2004 թվականների Վարդերի հեղափոխությունը, Կырգызստանի 2010 թվականի հեղափոխությունը, Թունիսի 2010-2011 թվականների Հացի հեղափոխությունը, Եգիպտոսի 2011 թվականի Արաբական գարունը, Ուկրաինայի 2013 թվականի Եվրամայդանը։ Եվ այս ամենի հետևանքով պետություններն ունեցել են տարածքային կորուստներ, հարյուրավոր զոհեր, հազարավոր վիրավորներ, տնտեսության անկում ու պետականության կորստի վտանգ։ Այսօր Սորոսն ամբողջ աշխարհում ունի գործակալական հսկայական ցանց։ Այն երկրներում, ուր իշխանություններն իրեն չեն ենթարկվում, Սորոսը ստեղծում է հիմնադրամներ, ՀԿ-ներ, շարժումներ ու տարբեր նախաձեռնություններ, մարդու վարքի վրա հստակ ծրագրված ազդեցության մեխանիզմներով։ Նա ֆինանսավորում է մարդկանց, խմբերի, որոնց մենք պայմանական կոչում ենք սորոսականներ, ովքեր տասնամյակներով հասարակություններում հանրային կարծիք են ձևավորում, վերահսկողության տակ պահում ու առաջնորդում հասարակությանը։ Սորոսն աշխարհում ունի բաց հասարակության 49 հիմնադրամ։ Նրա գործունեության դեմ պայքարում են Իտալիայում, Լեհաստանում, Մակեդոնիայում եւ եվրոպական այլ երկրներում։ 2015 թվականին Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության կողմից Սորոսի բաց հասարակություններ հիմնադրամը ներառվեց անցանկալի կազմակերպությունների ցանկում։ Ըստ ռուս իրավապահների ու փորձագետների, Սորոսի հիմնադրամի գործունեությունն ազգային անվտանգության սպառնալիք է։ Հունգարիայում հակասորոսական շարժումը սկսվել եւ առաջնորդվել է երկրի վարչապետ Վիկտոր Օրբանի կողմից։ Սորոսի հայրենիքում բաց հասարակություններ հիմնադրամը փակվեց 2018 թվականին։ Վիկտոր Օրբանը, ով ի դեպ ժամանակին եղել է Սորոսի կրթաթոշակառուներից, վերջինիս մեղադրում է երկրի քաղաքականությանը միջամտելու եւ լիբերալ ընդդիմությանը աջակցելու մեջ։ Սորոսը հետխորհրդային Ռուսաստանում էր աջակցում լիբերալ հայացքներով ընդդիմադիր քաղաքական գործիչներին, ինչպես օրինակ Եգոր Գայդարին, Բորիս Նեմցովին, Անատոլի Չուբայսին։ Այսօր այդ դերը դրված է Ալեքսանդր Նավալնու վրա։ Պուտինը համարվում է Սորոսի ամենամեծ թշնամիներից։ ԽՍՀՄ Սորոսն առաջին անգամ այցելել է 1987 թվականին։ Նա նախ ստեղծում է մշակութային հիմնադրամ, ղեկավար նշանակում ջրածնային ռումբի համահեղինակ, արևմտամետ հայացքներով հայտնի Անդրեյ Սախարովին։ Վերջինիս մահից հետո մշակութային հիմնադրամը վերանվանում բաց հասարակության հիմնադրամի։ Բոլոր այն երկրներում, ուր իշխանությունը չի ենթարկվում Սորոսի օրակարգին, սորոսականները հայտարարում են, որ պետությունը զավթված է։ Հայաստանի դեպքում, համաձայն սորոսականների պրոպագանդայի, երկիրը զավթված է եղել 20 տարի, 1998-ից 2018 թվականներին։ Եվ սա միայն նրա համար, որ այդ շրջանի իշխանությունները չեն իրականացրել սորոսականների գլոբալիստական օրակարգը, որին մենք դեռ մանրամասն անդրադարձ ենք կատարելու։ Սորոսականների 20 տարվա նպատակաուղղված աշխատանքի արդյունքում ու ուղիղ աջակցությամբ 2018 թվականի ապրիլին Հայաստանում իրականացված իշխանափոխությունից հետո արդեն տարեվերջին 2018 թվականի դեկտեմբերին բաց հասարակության հիմնադրամը իր արբանյակ ՀԿ-ների հետ հրապարակեց Հայաստանի Հանրապետության վերականգնմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումների հայեցակարգ ճանապարհային քարտեզը անվանումը կրող փաստաթուղթը։ Սա ըստ էության Սորոսի հիմնադրամի 20 տարվա համառ աշխատանքի ինքնախոստովանական ցուցմունքն է՝ պետության հիմքերը թուլացնելու, հասարակությանը պառակտելու եւ ազգային արժեքներից հեռացնելու համար։ Եվ այսօր, երբ սորոսականները 20 տարվա պայքարից հետո իշխանության մեջ են, եկել է ժամանակը կյանքի կոչելու սեփական ծրագրերը։ Հայեցակարգում ամրագրված է պետության զավթում տերմինը։ Երկրորդ եւ երրորդ նախագահների իշխանությունը որակվում է ավազակապետական ռեժիմ։ Ուշագրավ է, որ հենց այս զավթված պետություն, ռեժիմ, ավազակապետություն ձևակերպումներով 2007 թվականին ակտիվացավ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ում նախագահության ժամանակ էլ Սորոսի հիմնադրամը հաստատվեց Հայաստանում։ Բոլոր այն երկրներում, ուր Սորոսը տապալում է իրեն ոչ ցանկալի իշխանությանը եւ բերում հաճո իշխանություն, վերջինս պետք է իրավաքաղաքական գնահատական տա նախկինին, ամրագրելով, որ իշխանությունը զավթված է եղել։ Սա օրինաչափություն է Սորոսի կողմից հեղափոխություն հրահրված բոլոր երկրներում։ Սորոսականների այս պահանջը ամրագրված է Հայաստանի համար գրված 65 էջանոց հայեցակարգում։ Սա հնարավորություն է վերախմբագրելու անցյալը, չեղարկելու միջազգային պայմանագրերը, օրենքներն ու փաստաթղթերը։ Մեր դեպքում դա կարող է լինել օրինակ ԵԱՏՄ-ից դուրս գալը կամ ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս հանելը։ Այս ցանկությունները սորոսականները երբեք էլ չեն թաքցրել։ Քաղաքագետ Արա Պապյանը կարծում է, որ օտարերկրյա որևէ ռազմական միավոր չպետք է լինի Հայաստանում, ընդգծելով ռուսական ռազմաբազան Հայաստանը դարձնում է խոցելի։
Սորոսն իր նպատակների իրականացման համար պատրաստ է սպասել տարիներ։ Ուստի նա առաջնորդվում է հիմնականում երկարաժամկետ ռազմավարությամբ։ Ապացույցը Հայաստանի համար գծված ճանապարհային քարտեզում սորոսականների անկեղծ խոստովանությունն է։ Փոփոխություններին եւ նախորդ ռեժիմից լիովին սթափվելուն ընդառաջ անհրաժեշտ է խորհել եւ աշխատել հասարակության մշակութային հենքի շուրջ։ Անհրաժեշտ է հետամուտ լինել ազատական արժեքների տարածմանը։ Բաց հասարակության հիմնադրամները Հայաստանում իր գործունեությունը սկսել է 1997 թվականից։ Արդեն 98 թվականից սկսել է դրամաշնորհներ տրամադրել։ Ստեղծման օրվանից մինչև օրս հիմնադրամի գործադիր տնօրենը Լարիսա Մինասյանն է։ Այս տարիների ընթացքում միայն ըստ հիմնադրամի տվյալների Սորոսը Հայաստանում 53 միլիոն դոլարի գումար է ծախսել։ Դրամաշնորհ է տրամադրվել 1600 կազմակերպության եւ 3500 անհատի։ Միայն ԶԼՄ-ներին կրկին ըստ հիմնադրամի պաշտոնական տեղեկատվության 5 միլիոն դոլար է հատկացրել։ Նկատենք, որ գումարի առյուծի բաժինը հատկացվել է հատկապես 2018 թվականի իշխանափոխությանը նախորդած 7-8 տարիների ընթացքում։ 1999 թվականին Բաց հասարակության ինստիտուտի հայաստանյան գրասենյակի վարչության նախագահ է դառնում Գարեգին Չուգազազյանը։ Ուշագրավ է, որ նա նաև այդ ժամանակ Հունգարիայում գործող Սորոսի հիմնադրամի ինֆորմացիոն ենթախորհրդի անդամ էր եւ մասնակցում էր հիմնադրամի մոտ 30 երկրներում իրականացվող տեղեկատվական եւ հաղորդակցման ծրագրերի հետ կապված ռազմավարական որոշումների կայացմանը։ Չուգազազյանը 2012 թվականին Հայաստանում նախախորհրդարան անվանումը կրող քաղաքացիական շարժում է նախաձեռնում։ 2016 թվականի հունվարին նախախորհրդարանը վերածվում է հիմնադիր խորհրդարանի։ Նախագահը Չուգազազյանն էր, փոխնախագահը Վարուժան Ավետիսյանը։ Հիմնադիր խորհրդարանի կազմում էին Ժիրայր Սեֆիլյանը, Եղիա Ներսիսյանը, Գևորգ Սաֆարյանը, Կարո Եղնուկյանը, Սյուզան Սիմոնյանը, Ալեկ Ենիգոմշյանը։ Հենց այդ շարժումը սկսեց լեգիտիմացնել արդեն 2016 թվականի հուլիսին ՊՊՑ գնդի վրա Սասնա ծռեր կոչվող խմբի զինված հարձակումը, որի կազմում էին նաև հիմնադիր խորհրդարանի անդամները։ Զինված խմբի գործողությունները գրավված ՊՊՑ գնդում համակարգում էր հիմնադիր խորհրդարանի փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը։ Չուգազազյանը ընդհատակից էր գործում։ Մենք ստեղծում ենք նոր պետություն։ Մենք նոր պետություն ենք ստեղծում։ Մենք զենք ենք վերցրել, համոզված լինելով, որ այսուհետ անհնար է այլ եղանակով փոփոխությունների հասնել, հայտարարում է Վարուժան Ավետիսյանը։ Բոլոր հեղափոխությունները իրականացվում են հենց այս կեղծ եւ արհեստական ձևակերպման ներքո։ Սորոսի ողջ ցանցը հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ակտիվիստները, իրավապաշտպանները, ԶԼՄ-ները համացանցում եւ դրանից դուրս սկսեցին արդարացնել զինված խմբի գործողությունները։ Չէ ուրեմն Նիկոլ Փաշինյանը վեր պարզած ձեռքերի տեխնոլոգիայով հեղափոխություն իրականացնելու ծրագիրը առաջին անգամ փորձեց իրականացնել հենց այստեղ։ Առաջին փորձը սակայն ձախողված էր։ Սա ըստ էության հեղափոխության երկրորդ փորձն էր 2008 թվականի մարտի 1-ի ձախողված փորձից հետո։ Գնդի գրավումն ուղեկցվեց 3 ոստիկանների սպանությամբ։ Զինված խմբի անդամների ձերբակալման հաջորդ օրն իսկ ձևավորվում է պաշտպանական թիմ։ Զինված խմբի անդամների պաշտպանությամբ զբաղվում էր Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող Իրավունքի Եվրոպա միավորում հասարակական կազմակերպությունը։ Փաստաբանական թիմում էին ՀԿ-ի նախագահ Լուսինե Հակոբյանը, վերջինիս ամուսին Տիգրան Եգորյանը, ՀԿ-ի համահիմնադիր Վահե Գրիգորյանը, ով նաև մարտի 1-ի զոհերի փաստաբանն է եղել եւ դրա համար Սորոսի հիմնադրամից $10,000 ստացել։ Կարապետ Բադալյանը, Արսեն Խարատյանի քրոջ ամուսինը, Մուշեղ Շուշանյանը եւ Հելսինկյան ասոցիացիայում աշխատող Արայիկ Պապիկյանը։ Զինված խմբի կազմակերպիչների Գարեգին Չուգազազյանի, Վարուժան Ավետիսյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխվեց 2018 թվականի իշխանափոխությունից հետո։ Սորոսական իրավապաշտպանների թիվն այսքանով չի սահմանափակվում։ Տարիներ շարունակ աշխատելով Սորոսի կողմից ֆինանսավորվող ՀԿ-ներում կամ փոխկապակցված լինելով այդ հիմնադրամների հետ, իրենց գործունեությամբ անվստահություն են սերմանել պետական ինստիտուտների նկատմամբ եւ հատկապես դատական իշխանության, ոստիկանության, ԱԱԾ-ի եւ բանակի։ Ավելի թուլացնելու ու խոցելու համար համակարգը սորոսականներն այսօր պարտադրում են ապառազմականացնել ԱԱԾ-ն, ավելի բաց ու թափանցիկ դարձնել դրա գործունեությունը, իսկ ոստիկանության ներքին զորքերն առհասարակ վերացնել։ Բաց հասարակության գաղափարի իրագործման միջոցով Ջորջ Սորոսը ձգտում է բացարձակ իշխանության, ազգային ու էթնիկ ինքնությունների, ավանդույթների եւ ազգերի սեփական պատմության միաձուլման ու ոչնչացման ճանապարհով մարդկությունը կառավարման մեկ ընդհանուր մոդելով ղեկավարելու։ Ֆրանսիացի լրագրող, քաղաքական մեկնաբան Պիեր Անտուան Պլակևա։ Սորոսը եւ բաց հասարակությունը, գլոբալիզմի մետապոլիտիկա։ Պարտադիր չի, որ անվտանգությունը ապահովելու միակ ձևը լինի ուժեղ բանակը։ Ազգ բանակ այդ
կոնցեպցիան, որը շատերը թերահավատ են մոտենում, թե հա պատերազմ է եւ այլն, ինքը բացարձակապես ես վստահեցնում եմ, պատերազմի հետ գործ չունի, ոչ էլ Ղարաբաղյան կոնֆլիկտի հետ առնչություն ունի։ Դա իր բովանդակության, բռնապետական իշխանության ապահովման, ամրագրման, հիմքերի ձևավորման, հա, ծրագիր է։ Այն մարդիկ, որ ուզում են կամ որոշում են ապրել կամ գիտեմ, կարծում են, որ դա է իրենց տարածքը, իրենցն է եւ դա շատ կարող է փոփոխական լինի։ Կարող է ես վաղը որոշեմ գնամ ապրեմ Ղարաբաղ, փոխադրվեմ այնտեղ։ Իմը լինելը չեմ հասկանում, այդ կոնցեպտը, որ ինչի մի բան քոնը պիտի լինի։ Դու այնտեղ ապրում ես, այդ ժամանակավոր, այդ օգտվում ես այդ բաներից եւ փորձում ես մի լավ բան անես այնտեղ։ Հիմա քոնն է, քոնը չի, այդ կոնցեպտը ես կարծում եմ շատ patriarchal կոնցեպտ է։ Ուղղա ամեն անգամ սեփականություն, իմը, տվեք, էս իմն է, այս տարածքը են։ Դա ազգային է։ Դե ազգայինն էլ շատ patriarchal է։ 20 տարի շարունակ հստակ մշակված եւ ուղղորդվող հակաքարոզչություն է տարվում բանակի դեմ։ Եվ սա Սորոսի համար հետաքրքրություն ներկայացնող բոլոր երկրներում։ Բանաձևը շատ հստակ է։ Թիրախում միշտ սպան է, զոհի կերպարում զինվոր է։ Նման մի նախաձեռնություն Հայաստանում ստեղծվեց 2011 թվականին։ Բանակն իրականում անվանումը կրող նախաձեռնության անդամներն էին Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող Արթուր Սաքունցը, լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Զարուհի Հովհաննիսյանը, նաև այսօրվա կրթության նախարար Արայիկ Հարությունյանը։ Ով ի դեպ անգամ չի ծառայել բանակում։ Խնդիրներն իհարկե կան աշխարհի բոլոր երկրների բանակներում, անգամ ամենակայացած, բայց մեր երկրում տարիներ շարունակ հետևողականորեն այդ խնդիրներն ուղղճացվում էին։ Զինվորական էլիտան մեղադրվում էր բանակը թալանելու, զինվորին քաղցած ու մերկ պահելու, ինքնասպանության հասցնելու եւ հոգեբանական բռնության ենթարկելու մեջ։ Ու այս ամենը դրամաշնորհների դիմաց։ Սորոսականները ատում են Արցախյան հաղթանակը կերտած զոհված եւ հատկապես կենթանի հերոսներին։ Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվող կանանց ռեսուրսային կենտրոնի ղեկավար ԼԳԲՏ համայնքի շահերի պաշտպան Լարա Ահարոնյանն օրինակ կարծում է, որ հերոսներին պետք չէ փնտրել պատերազմի դաշտում։ Ապրիլյան քարորյա պատերազմն էլ ամոթի օր է։ Դանիել Յանոսյանն էլ ռազմական հանցագործներ է որակում Մանվել Գրիգորյանին, Սամվել Բաբայանին եւ Վազգեն Սարգսյանին։ Ի դեպ այս ձևակերպումը շրջանառության մեջ են դրել ադրբեջանցիները, եւ սա ընդամենը օրինակներից երկուսն է։ Հերացին, մայրաթորը մորացի։ Այդ մարդուն չեն սիրում։ Մեր հարցերի պատասխանի մի հելեք։ Չորամի հելեք։ Լավ, թողեք մի րոպե։ Սորոսականների հաջորդ թիրախը հայաստանյաց առաքելական եկեղեցին է։ Ինչու՞։ Որովհետև բացի պատմական բացառիկ նշանակությունից, եկեղեցին է ազգային ավանդական արժեքների պահպանման երաշխավորը։ Եվ իզուր չէ, որ եկեղեցու բացառիկ դերն ամրագրված է անգամ մեր մայր օրենքում, սահմանադրությունում։ Եվ ահա եկեղեցու դեմ տարիներ շարունակ Սորոսի հիմնադրամի կողմից իրականացվող համակարգային արշավից հետո 2018 թվականի դեկտեմբերին հրապարակած հայեցակարգում սորոսականները հստակ պահանջ ներկայացրեցին իշխանություններին վերացնել սահմանադրությունում հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերն ընդգծող հոդվածը։ Եկեղեցու տնօրինումից վերցնել շողակաթ հոգևոր մշակութային հեռուստաալիքը, վերանայել հայոց եկեղեցու պատմություն առարկայի ուսուցումը դպրոցներում, դադարեցնել զինված ուժերում հոգևորականների գործունեությունը։ Այս տարի պարզ դարձավ, սորոսականների պահանջը բավարարված է։ Նախ ամենայն հայոց կաթողիկոսը զրկվում է պետական պահպանությունից։ Հայոց եկեղեցու պատմություն առարկան, որ դպրոցներում դասավանդվում է 2004 թվականից, դուրս է գալիս առարկաների ցանկից։ Շողակաթ հեռուստաընկերությունն ամենայն հավանականությամբ չի ստանալու նոր լիցենզիա։ Քննարկումների փուլ է մտել հոգևորականների գործունեությունը զինված ուժերում դադարեցնելու հարցը։ Ջորջ Սորոսը դեմ է ազգային պետությանը։ Նա ձգտում է քանդել ազգային ամեն ինչ։ Նրա ազդեցության գործիքները բաց հիմնադրամներն են, կազմակերպությունները, հասարակական ինստիտուտները, որոնք բազմաթիվ են։ Նրա մատը խառն է գրեթե բոլոր պետությունների կառավարման համակարգում։ Դրանց միջոցով ձգտում է քանդել իշխանության ազգային ինստիտուտները։ Ամերիկացի քաղաքական մեկնաբան Ֆիլ Քենթ։ Շնորհակալ եմ շատ, Տիկին Մինասյան, համեցեք։ Շնորհակալություն Լարիսա Մինասյան, բացահասարակության հիմնադրամներ հայաստանյան մասնաճյուղ։ Ազգայինը վերացնելու համար պետք է փոխել կրթական համակարգը։ Ըստ սորոսականների, պարզվում է Հայաստանի այսօրվա կրթական համակարգը ուսուցումը ժամանակակից չէ, հիմնված չէ ժողովրդավարական արժեքների վրա։ Մեթոդներն էլ երեխայակենտրոն չեն։
Համաձայն Սորոսի հայեցակարգի, նախորդ 20 տարիների ընթացքում Հայաստանի իշխանությունների ծայրահեղ ազգայնական եւ պահպանողական գաղափարախոսության քարոզչությունը հանգեցրել է կրթական բովանդակության նենգափոխման։ Բաց տեքստով Սորոսի հիմնադրամը խոստովանում է, որ դեմ է ազգայնական ու պահպանողական գաղափարախոսության քարոզչությանը։ Անցած տարիներին կրթական համակարգում աստիճանաբար սահմանափակվել է քննական, քննադատական եւ քննողական մտքի զարգացումը։ Գենդերային կարծրատիպերի եւ կանխակալ մոտեցումների, խտրականության, անհանդուրժողականության եւ այլատիացության սերմանումը դարձել է մի շարք նոր դասագրքերի բովանդակության գաղափարական բաղադրիչը, գրված է Սորոսի հայեցակարգում։ Ինչ է պետք անել։ Փոխել կրթական չափորոշիչները։ Ահա ապացույցը, որ հանրության շրջանում լուրջ դժգոհություն առաջացրած կրթական նոր չափորոշիչները հենց Սորոսի օրակարգից են։ Վերանայել հանրակրթության չափորոշիչը, կրթական ծրագրերն ու դասագրքերը երեխաների զարգացման տարիքային առանձնահատկություններից, միջառարկայական կապերի ամրապնդման, գենդերային կարծրատիպերի եւ խտրական բովանդակության բացառման, հանդուրժողականության, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության արժեհամակարգի ամրապնդման, քննողական ու քննադատական մտքի խթանման եւ կայուն զարգացման տեսանկյուններից, գրված է Սորոսի հայեցակարգում, ինչն էլ այսօր իշխանությունները կյանքի են կոչում։ Ես ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել, որ այն նախագիծը, որը դրված է շրջանառության, արտահայտում է մեր ռազմավարական պատկերացումները հանրակրթությունում անհրաժեշտ բարեփոխումների վերաբերյալ, այդ ռազմավարական պատկերացումները բխում են Հայաստանի Հանրապետության պետական ազգային շահերից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ յուրաքանչյուր անհատի շահերից։ Սա ուժեղ պետություն ունենալու համար անհրաժեշտ ռազմավարություն է եւ որևէ մի բան մեզ չի շեղելու ուժեղ պետություն եւ Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությամբ սահմանված հայոց պետականության հավիտենության հայեցակարգը հենց այսօրվանից կյանքի կոչելու։ Սորոսի հայեցակարգին համահունչ հանրակրթական չափորոշիչներ մշակելու աշխատանքները վստահվեցին Լիլիթ Մկրտչյանին։ Վերջինս Թուրքիայի ակտիվ ներգրավվածությամբ դրամաշնորհային մի ծրագրով թուրք փորձագետների հետ համահեղինակել է պատմության ուսուցումը Թուրքիայի եւ Հայաստանի դպրոցներում քննադատություն եւ այլընտրանքներ եւ պատմության ուսուցման այլընտրանքային չափորոշիչները Հայաստանի եւ Թուրքիայի համար գրքերը։ Ուշագրավ է, որ նշված գրքերի ստեղծման աշխատանքներին բացի Լիլիթ Մկրտչյանից Հայաստանից մասնակցել են նաև ազգային ժողովի Իմ քայլը խմբակցության падգամավորներ Մարիա Կարապետյանը եւ Սոս Ավետիսյանը։ Հայ եւ թուրք հեղինակները հայ պատմաբաններին մեղադրում են թուրքերին բացասական լույսի ներքո եւ որպես թշնամի ներկայացնելու մեջ։ Քննադատությունը հնչում նաև 2016-2017 թվականների ուսումնական տարվա 12-րդ դասարանի հայոց պատմության դասագրքի մեջ հապճեպորեն ապրիլյան պատերազմի դրվագները ներառելու մեջ։ Հայ եւ թուրք հեղինակները իրենց համատեղ գրքում նեղսրտում են հայկական կողմի միլիտարիզմից։ Մասնագիտական մտահոգ շրջանակները հենց այս դասագրքերի մտածողությունն էլ տեսան հանրակրթական նոր չափորոշիչներում։ Սորոսի հիմնադրամի ջանքերով 2019 թվականի ամռանը փակվեց Կրթության ազգային ինստիտուտը, որը համարվում է կրթության ոլորտի ուղեղային կենտրոնը։ Հենց այս կենտրոնն էր տարիներ շարունակ փորձագիտության ենթարկում կրթության չափորոշիչները, դասագրքերը, ուսումնական նյութերը, կազմակերպում ուսուցիչների վերապատրաստման գործընթացը։ Եվ սա դեռ ամենը չէ։ Սորոսականների ջանքերով այս տարվա մայիսի 11-ին, երբ երկրում արտակարգ դրություն էր, վավերացվեց Լանզարոտեի կոնվենցիան, եւ հիմա դրված է պահանջ վավերացնել նաեւ Ստամբուլյան կոնվենցիան, որը համարվում է Սորոսի համաշխարհային նախագիծը։ Ստամբուլյան կոնվենցիայի ամենաակտիվ ջատագովները LGBT անձինք են։ Նրանք Սորոսի հիմնադրամի խիստ պաշտպանության ներքո են։ Հրապարակված հայեցակարգում սորոսականները պահանջում են վերանայել ատելության խոսքը եւ ատելության հիմքով հանցագործություններն արգելող օրենսդրությունը, նախատեսելով անձի սեռական կողմնորոշումը եւ գենդերային ինքնությունը որպես պաշտպանված հիմք։ Այլ կերպ ասած, օրենքով հավելյալ պաշտպանություն ապահովել ոչ ավանդական կողմնորոշում ունեցող կամ սեռը փոխած անձանց համար։ Թեպետ LGBT անձինք այսօր ոչ միայն խիստ պաշտպանված են, այլ նաեւ արտոնյալի կարգավիճակում են։ Ոստիկանության ծառայողները փորձեցին հանդարտեցնել նրանց, ցավոք ոստիկանների հանդուրժողականությունը համարժեք չգնահատվեց եւ առաջին հայացքից կանայք, սակայն իրականում աղջկա զգեստներով տղամարդիկ ու նրանց համախոհները ներխուժեցին ոստիկանության բաժին բերման ենթարկվածին հայտնաբերելու եւ վրեժխնդիր լինելու համար։ Ընդդեմ բռնության, օրենքից եւ օրինականությունից խոսող սորոսականներն այս հարձակումը չդատապարտեցին։ Հարձակվողներն էլ չպատժվեցին, այնպես ինչպես Սորոսից ֆինանսավորվող Restart խմբի անդամների հարձակումը վետո շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի վրա։
Բռնությունը սորոսականների համար ընդունելի է, երբ կիրառողն իրենք են։ «2018 թվականի իշխանափոխությունից հետո սորոսականները անցումային արդարադատություն իրականացնելու, դատավորներին վեթինգի ենթարկելու, կոռուպցիոն հանցագործությունների գործերով դատարան ստեղծելու եւ այսպես կոչված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենք ընդունելու պահանջ ներկայացրեցին։ Այս ամենը եւս ամրագրված է Սորոսի հիմնադրամի կողմից հրապարակված հայեցակարգում։ Եվ ուրեմն, հարգելի գործընկերներ, եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը։ Այդ գործընթացը պետք է արտահայտվի հետևյալով. Առաջին, Հայաստանում գործող բոլոր դատավորները առանց բացառության պետք է ենթարկվեն այսպես ասած վեթինգի։ Դատական իշխանությունը վերահսկողության տակ վերցնելու ճանապարհին սորոսականները շատ արագ պաշտոնից հեռացրեցին իրենց սպասումները չիրականացնող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, նրան փոխարինելով Ռուստամ Բադասյանով։ 28-ամյա երիտասարդը նախարար նշանակվելուց մի քանի շաբաթ անց հենց նախարարությունում ընդունում է Սորոսի հայաստանյան հիմնադրամի ղեկավար Լարիսա Մինասյանին, Սորոսի կողմից ֆինանսավորվող Արթուր Սակունցին, Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանին եւ ժուրնալիստների Ասպարեզ ակումբի հիմնադիր Լևոն Բարսեղյանին։ Երիտասարդ նախարարը սորոսականներին զեկուցում է դատաիրավական բարեփոխումների ռազմավարության հայեցակարգային մոտեցումներն ու հակակոռուպցիոն դատարանի ստեղծման մասին։ Համեմատության համար միայն նկատենք, որ այսպես կոչված հակակոռուպցիոն դատարան կա օրինակ Բուրունդիում, Բանգլադեշում, Շրի Լանկայում, Բոտսվանայում, Աֆղանստանում, Ուկրաինայում, Մադագասկարում։ Անցումային արդարադատության մասին սորոսականները պահանջում են 2018 թվականի իշխանափոխության հաջորդ իսկ օրվանից։ Այդ նպատակի իրականացման համար անգամ Հայաստան գործուղվեց Սորոսի կողմից ֆինանսավորվող անցումային արդարադատության միջազգային կենտրոնի ավագ մասնագետ Ռուբեն Կարանզան։ Անցումային արդարադատություն կիրառվել է Սուդանում, Գվատեմալայում, Չիլիում, Մալիում, Կոնգոյում, Ուգանդայում, Թունիսում, Քենիայում, Մոզամբիկում։ Դատական համակարգին տիրանալու եւ խնդրահարույց օրինագծերը, մասնավորապես հանրության շրջանում բուռն քննադատության արժանացած Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու համար սորոսականները լծվում են նաեւ երկրի գերագույն դատական մարմինը Սահմանադրական դատարանը վերացնելու գործին։ Սորոսականների տեխնացուն Վահե Գրիգորյանը ազգային ժողովում ինքնահռչակվում է Սահմանադրական դատարանի նախագահ, որից հետո սկսվում են հարձակումներ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ։ Շուրջ 1 տարվա պայքարից հետո Հրայր Թովմասյանին ապօրինի ճանապարհով հեռացնում են Սահմանադրական դատարանի նախագահի աթոռից, բայց սորոսականներին չի հաջողվում իրենց տեխնացուին Վահե Գրիգորյանին դարձնել Սահմանադրական դատարանի նախագահ եւ հրապարակ է նետվում պլան B-ն՝ ստեղծել գերագույն դատարան, որը ներառելու է Սահմանադրական եւ վճռաբեկ դատարանները։ Դերևս չի քննարկվել, թե ինչ է լինելու Սահմանադրական դատարանի եւ վճռաբեկ դատարանի կազմերի հետ։ Յոհաննիսյանը կողմ է գերագույն դատարանը լրիվ զրոյից կազմելու գաղափարին։ Եվ այսպես նաև կատարվի որոշակի առումով վեթինգը գոնե դատական իշխանության բարձրագույն աստիճաններում։ Սորոսականները պահանջում են գործողություններ ձեռնարկել ՑՄԱՀ ազատազրկված անձանց վաղաժամկետ ազատ արձակման համար։ Եվ սկսվում է բժշկական համալսարանի ուսանող Իոսի Վաղաջանովին դաժանաբար սպանած Մհեր Ենոքյանի ազատագրման օպերացիան։ Եվ չնայած սորոսականների մեծ քարոզչական աշխատանքին, հանրային ճշմարտ տակ միայն Ենոքյանի վաղաժամ ազատ արձակման պլանները ժամանակավորապես հետաձգվում են։ Մի կողմից հստակ դատավճռով հանցագործները գտնվում են Սորոսի ցանցի պաշտպանության տակ, բայց մյուս կողմից նրանց թիրախում են պետության սահմանադրական կարգը պահպանած անձինք։ Մարտի 1-ի գործի վերաբացումը Սորոսի պահանջներից մեկն է եղել։ Այստեղ Փաշինյանի եւ սորոսականների ցանկությունը կալանավորել Ռոբերտ Քոչարյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին համընկնում են։ Գործի վերաբացումը հանձնարարվում է ՀԿՑ-ին, որի պետը Սասուն Խաչատրյանը Սորոսի հայաստանյան գրասենյակի տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Խաչատրյանի եղբայրն է։ Այո, Խաչատրյան Դավիթը իմ հարազատ եղբայրն է։ Այսօր Հայաստանում Սորոսի ազդեցությունն ամենուր է։ Գրեթե բոլոր գործընթացներում, հայկական ատոմակայանին առնչվող հարցերից մինչև այսպես կոչված օրենքով գողերի դեմ պայքար։ Օրինակ, 2018 թվականի հրապարակված Սորոսի հայեցակարգում հատուկ անդրադարձ կա 2014 թվականին Հայաստանի եւ Ռուսաստանի միջև ստորագրված համաձայնագրին, Հայաստանի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման համագործակցության շրջանակներում։ Գործընթացը սորոսականների համար պարզվում է բավարար թափանցիկ չի եղել։ 2020 թվականի հունիսի 11
կառավարությունն առանց քննարկման ուժը կորցրած է ճանաչում հայկական ատոմակայանի վերանորոգման ռուսական Ռոսատոմ ընկերության հետ կնքված վարկային պայմանագիրը։ Օրենքով գողերի մասով Սորոսի հիմնադրամի հայեցակարգում կարդում ենք. վերացնել քրեակատարողական հիմնարկներում տիրող քրեական ենթամշակույթը եւ ազատազրկվածների հիերարխիկ հարաբերությունները։ 2020 թվականի հունվարի 22 ազգային ժողովն ընդունում է օրենքով գողերի դեմ օրենք։ Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ հասկացության մեջ ներառել ենք, թե ինչի մասին է խոսքը գնում, ներառելով հանրամատչելի օրենքով գող եւ քրեական հեղինակություն հասկացությունները, ինչ վերաբերում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, ապա այդտեղ ներառվել է գողական աշխարհ հասկացությունը։ Օրենքով գողերի դեմ պայքարողներն առաջարկում են օրենքով պատժից ազատել կամ պատիժը թեթևացնել այն բանտարկյալների համար, ովքեր քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը կտեղեկացնեն փախուստի փորձ ծրագրավորած խցակցի ծրագրերը։ 2008 թվականից Թուրքիայում գործող իր բաց հասարակություններ հիմնադրամը Սորոսը փակեց Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։ Հիմնադրամի ղեկավարությունը առաջնորդվելով կառույցի կանոնադրությամբ եկել է այն եզրահանգման, որ կազմակերպության գործունեությունը այլևս անօգուտ է եւ այն չի կարող ծառայել իր նպատակին, ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ։ Ադրբեջանում Սորոսի հիմնադրամը վերջնականապես փակվեց 2014 թվականին։ Այն գործում էր 1999 թվականից։ Արդեն 2015 թվականին Դավոսում կայանում է Սորոս-Ալիև հանդիպումը։ Թե ինչ գործարք է տեղի ունեցել Էրդողան-Սորոս-Ալիև եռյակի մեջ, դժվար չէ ենթադրել, բայց այլևս փաստ է, որ առավելագույնը սկսած 2015 թվականից Սորոսն իր գործունեությունն ամբողջությամբ կենտրոնացնում է Հայաստանում։ Արդյունքում 2016 թվականին տեղի է ունենում ՊՊՑ գնդի զինված հարձակումը, 2018-ին ամբողջական իշխանափոխություն, պետության զավթում եւ սորոսականները իշխանության մաս են կազմում, ստանալով պաշտոններ իշխանության 3 ճյուղերում էլ՝ օրենսդիր, գործադիր եւ դատական։ Իսկ 4-րդ իշխանությունում ԶԼՄ-ներում ուժեղացնում դիրքերը։ Իսկ ովքեր են նրանք։